Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի բարեկամներին, հարազատներին, ողջունում եմ, գրկում եմ, ինչպես եք թանկագիններս։ Այսօր պատրաստելու ենք գաթա, հայկական ավանդական, շատ համեղ։ Անահիտը ասում է, իր ամենասիրած խմորեղենն է, տարբեր ձևով, տարբեր միջուկներով, տարբեր խմորներով, կարևորը որ գաթա լինի, ամենահամեղն է, չէ՞ մեր հայկականը։ Հիմա այս անգամ մեկ այլ ուրիշ տարբերակով ենք պատրաստելու, շատ համեղ, անուշ։ Խոստանում եմ, մնացեք իմ հետ ու սկսենք պատրաստել։ Բաղադրիչները պատրաստել եմ, հեշտ տարբերակ է սիրելիներս։ Օգտագործելու ենք կաթ։ Կաթը գոհ վիճակում է։ Տաքացրել եմ մի փոքրիկ, ես շատ չեմ տաքացրել, որովհետև այստեղ եղանակը բավականին տաք է ու պետք չի շատ տաքացնել։ Եվ 2 թեյի գթալ դրոշ, 400 մլ կաթ է, 2 թեյի գթալ դրոշ է։ Այսպես, հանգիստ ավելացնում ենք։ Ավելացնում եմ շաքարավազ, 100 գրամ եմ ավելացնում, դուք կարող եք ավելի շատ ավելացնել, եթե սիրում եք շատ քաղցր, կախված է թե դուք ինչպես եք սիրում։ Ավելացնում եմ շաքարային վանիլին, սա էլ է ճաշակի, իհարկե անուշ բույրը ապահովված է, 2 հատ ձու, 150 գրամ կամ կարագ, կամ ձեթ, կամ յուղ։ Ես յուղով եմ պատրաստելու սիրելիներս, որովհետև յուղով ընդիր է ստացվում, շատ համեղ է ստացվում։ Իսկ յուղը օգտագործելու եմ ռեդի յուղ, ես արդեն 1000 անգամ պատրաստել եմ ռեդի յուղով, իմ անբաժան ընկերն է դարձել, շատ համեղ է ստացվում, եւ խմորեղենները, եւ ուտեստները, անմահական համ են ունենում, ու ամենակարևորը սիրելիներս, նախ իր տեսքը, իր բաղադրությունը բուսական է, խոլեստերին չի պարունակում, ովքեր որ խոլեստերինի խնդիր ունեն, կարող են շատ հանգիստ օգտագործել այս յուղը։ 150 գրամ է։ Սա այն լավ խառնում ենք, մեզ ինչ է մնում, ալյուրը։ Ալյուրը մոտավորապես 750-ից 850 գրամ է, կախված է ալյուրի տեսակից սիրելիներս։ Մեկի մոտ մի քիչ շատ է պահանջվելու, մեկի մոտ մի քիչ է պահանջվելու, կարևորը խմորը ճիշտ բաղադրությունը ունենա։ Յուրաքանչյուր կին պետք է ինքը կողմնորոշվի, այդ ընթացքը շատ կարևոր է։ Ու ասեմ, որ կարագը, ալյուրը կամ յուղը, կախված է թե ինչ եք օգտագործելու, պետք է լինի փափուկ վիճակում։ Ու ավելացնում ենք հիմա ալյուրը։ Երբ որ արդեն զգանք, որ հնարավոր չէ գթալով խառնել, ձեռքերով ենք խմորը խառնելու։ Այ հիմա արդեն ձեռքերով կհունցեմ եւ կհավաքեմ խմորը։ Այ այսպիսի խմոր պետք է լինի, զգում եք, չէ, ինքը դժվար է արդեն հունցվում, բայց ալյուր չեմ ավելացնի, այ հենց այս վիճակում էլ պահելու ենք հասունանա, որովհետև ալյուր ավելացնելուց խմորը պնդանում է, ծանրանում է ու խմորին էլ թեթևություն չի լինում։ Այդ տեսնում եք, ինքը արդեն ներքևից սիրուն հավաքված գալիս է։ Կարող եք նաև հարիչով անել այս գործողությունը։ Հիմա ես կծածկեմ խմորը սիրուն, ձեռքերս կլվանամ, կծածկեմ ու կասեմ հերթական ընթացքը։ Սիրելիներս, խմորը կախված է թե ձեր սենյակում ինչ ջերմաստիճան կլինի, թե որտեղ եք պահելու, ես մոտավորապես 1 ժամ կպահեմ, մի հատ վրա կբերեմ, հետո նորից կպահեմ։ Իմ համար խմորը վրա բերելը շատ կարևոր է, եթե իհարկե հարիչով չենք անում խմորը։ Հարիչով անելուց արդեն մենք բավականին ուժ ենք տալիս խմորին, որովհետև հզոր է, անընդհատ ինքը պտտում է ու խմորին առազգականություն է տալիս, այնպես որ հիմա 1 ժամ կպահենք, ես սովորական սենյակային ջերմաստիճանում եմ պահելու, որովհետև բավականին տաք է, հետո արդեն 1 ժամ հետո կհանդիպենք։ Սիրելիներս, անցել է մոտավոր 40 րոպե, ես նայում եմ, որ արդեն ինքը ծակոտկեն բաղադրություն ունի, տեսք ունի, բացում ենք։ Մի հատ հենց իր գթալով, որով որ խմոր ենք արել,
վրա ենք բերում, այսպես։ Ու դրանից հետո արդեն կթողնենք 2 ժամ, 2 ժամ, 1.5 ժամ, դա իհարկե կախված է նորից մեր սենյակի ջերմաստիճանից ու խմորի որակից։ Նոր արդեն կպատրաստենք խորիզը և կպատրաստենք գաթը։ Այսպես, խմորը տեսնում եք, արդեն ինքը առաձգականություն է ձեռք բերում։ Այ տեսեք, հատակից արդեն մաքուր է դուրս գալիս, նշանակում է, որ խմորը առաձգականություն է ձեռք բերել, գլուտենը հավաքվում է, իր շապիկը կազմում է, ու այսպես։ Նորից ծածկում ենք ու թողնում ենք 1.5 ժամ կամ 2 ժամ։ Տեսնում եք, խմորը արդեն ինքնուրույն գթալով ամբողջությամբ կարողանում են վերցնել։ Նշանակում է խմորը լավ բաղադրություն ունի։ Վերջ, այսքանով կսահմանափակվեմ, կծածկեմ նորից, այս անգամ արդեն կհանդիպենք, երբ որ խմորը պատրաստ լինի։ Սիրելիներս, պատրաստում ենք խորիզը։ Խորիզի համար անհրաժեշտ է 250 գրամ ալյուր, 250 գրամ շաքարապազ, 150 գրամ յուղ կամ կարագ և վանիլին ամենակարևորը։ Ամենահեշտ պատրաստման ձևն է, սիրելիներս, դժվար բան չկա, շատերը ասում են իմ մոտ խորիզը չի ստացվում, համեղ չի ստացվում, այս կողմում ոչ մի դժվար բան չկա, այ տեսեք, ես ամբողջը խառնում եմ իրար, մի լավ տրորում ենք, այ դրանից էլ է կախված։ Ես տարբեր տեսակի տեսանյութերում տարբեր ձևով պատրաստում եմ, դուք կարող եք դիտել, որը ցանկանում եք, որ տարբերակը որ ձեզ ավելի հարմար է, դա էլ օգտագործեք, այդ տարբերակն էլ կարող եք օգտագործել։ Վերջ, հիմա ես այսպես հիմա գթալով մի լավ կհարեմ, հետո ձեռքերով ու կստացվի շատ համեղ խորիզ։ Եթե խորիզը թաց եք սիրում, յուղային մասը մի քիչ շատ արեք, եթե ավելի չոր եք սիրում, ալյուրը ուղղակի պետք է շատ անեք։ Բայց խորհուրդ եմ տալիս միջինը պահել, որպեսզի լավ ստացվի ու համեղ լինի։ Որևէ բաղադրիչի շատ լցնելը այդքան էլ գովելի չէ։ Սիրելիներս, մի փոքրիկ աղը կարևոր է։ Խորիզի մեջ աղը պետք է չպակասի։ Մի պտղունց աղ արեք, որովհետև աղով շատ հետաքրքիր համ է ունենում։ Վերջ, այսպես մի հատ արագ տրորում եմ, ես արդեն գիտեմ, ինձ բաղադրությունը արդեն լավ գոհացնում է, այսպես, ինչ լավ խորիզ ունենք, իմ սիրած թաց համեղ խորիզը, այս գաթայի տեսակին հենց այսպիսի խորիզ պետք է լինի։ Դե իսկ բույրի մասին չեմ ասում, յուղի, վանիլինի անուշ բույրը պատրաստ է, վերջ, կողք ենք դնում, սպասում ենք խմորին։ Ինչ համեղ հոտ ու համ ունի, չեմ համբերում համ տեսեմ, սիրելիներս։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք այս համեղ խմորեղեն, այս հրաշքը տեսեք, մի հատ էլ այսպես կտրենք, տեսեք, ինչ լավ տեսք ունի, փափուկ, ընտիր, այսպես պետք է լինի գաթան, կաթով, համեղ, համով հոտով գաթա է։ Հիմա կհամտեսեք, ձեզ կասեմ բարի ախորժակ, բարի դիտում, հաջողություն, պատրաստեք, անուշարեք ձեր ընտանիքի անդամների հետ, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Անահիտը ժպտում է, չգիտեմ ինչու։ Որովհետև շատ եմ սիրում։